Ճիշտն ասած, ես եկել եմ ծնողներին աջակցելու համար եւ մեր զինվորներին վիրավորելու համար են անդոտ չեղածի կոչվածին, մի քիչ ուզում եմ շատ վատ բառեր չօգտագործեմ, փաստորեն ինքը բոլոր ծնողներին ես աջակցում եմ, անհայտ կորածներին, դրա համար անգամ գալիս եմ եւ խոսքս ուղղում եմ Անդոյին։ Ուրեմն Անդո, այդ որ դու պարծենում ես, որ քո տղան, որ եթե քո տղան բարձրակարգ է, դա վիրավորումը տես մի քանի հոգու է վիրավորում, նախ զինվորներին է վիրավորում, ծնողներին է վիրավորում եւ հայոց բանակին է վիրավորում։ Բա որ իմ տղային ճանաչես, Անդո, Արցախի հերոս Դավիթ Հարուշանյանի մայրն եմ, բա որ իմ տղային ճանաչես։ Ռազմական ինստիտուտը գերազանց հավարտել է 11 տարի էլ Խոջալույի տանկային զորամասում ծառայել, վերջում էլ Արեգասարում հերոսացել։ Ստոր հայոց բանակում հենց որ խոսքը տեղն է եկել, երբ որ իմ տղան ընդունվել է ռազմական ինստիտուտ, սա միջանկյալ եմ ասում, գնացի ծնողական ժողովի դասախոս ասեց, ինքը քաղաքացիական ցանկացած բուհում կսովորեր, ինչի եք թողել գաստեղ, մեկ էլ հետ դառավ գնդապետ էր, ինքը իրան ուղղեց, ասեց այո, լավ եք արել, հայկական բանակին խելացի զինվոր էլ ա պետք, Անդո, բոլոր զինվորներին անունից եմ ասում, թքած քո ճակատին էլ, քո տղայի վրա էլ, իսկ ես լսել եմ, որ ընդհակառակը քո տղան ոչնչություն է, իմ տղան հերոս է, հայոց բանակում հազարավոր հերոսներ են եղել, մենք ունեցել ենք հոյակապ զինվորներ, հոյակապ ազատամարտիկներ, հոյակապ հրամանատարներ, բոլորը հայոց բանակը, քո ասած բանակը չի ստոր, այդ որ մտակ օրվանից սկսեցիք հայոց բանակը քարուքանդ անել, հերոս զինվորին մահվան հասցնել, այդ գիտես քո ասածով մարդիկ հավատում են, որ հայոց բանակ չի եղել կամ էլ տկլոր են պահել կամ սոված են պահել։ Հայոց բանակը, որ պարադի էր դուրս գալիս աշխարհը, դուրս էր գալիս որպես հանդիսատես էր բանանում, դու պիտի պատասխան տաս, կոնկրետ ինձ, բոլոր ծնողներին պատասխան պիտի տաս մեզ վիրավորելու համար, տականք, ծախավել, կուսակցությունից կուսակցություն փոխելով, կզելով տիրոջդ նման, կզելով է ուր եք հասնելու, չհամարձակվեց հայոց զինվորին մի բան ասեք, այդ ծնողներին բոլորին, հայոց բանակում ծառայող ծնողներն են մեղավոր, որ լռել են այդ տականքը տենց բաներ ասում, պիտի բոլորը հետ դառնան թքեն այդ ծախավելի վրա, որ ստեղ գլուխ է պահում, և մնացածների, Նիկոլից բռնցրած, այս բանդիտական խումբը, այս բանդիտական ոհմակը պիտի վերանա, մենք ստեղծենք նոր կառավարություն, նոր ղեկավարություն, հայոց բանակը բարելավի, վերականգնվի իր նախկին ուժը, դիրքերը եւ մենք չմոռանանք մեր հերոսներին։ Ուրեմն մենք կամանդոս ունենանք, մենք մոնթե ունենանք, որ հազարավոր այն պատմություններ կան, նրանց մոռանանք, Երաբլուրը մոռանանք ու Անդոյի ասածով շարժենք, թքեմ քո ընտանիքի վրա էլ, քո տղայի վրա էլ, քո վրա էլ, քո կողքինների վրա էլ։ Խնդրում եմ չկտրեք, եթե ուղիղ եթերա առավել ևս բոլոր քպեականների վրա էլ, թքեմ ձեր վրեն, գլուխ պահող, խոզեր, հայոց բանակին սոված են պահել, ես են պահել, իմ տղան զինվորական ա եղել, հոյակապ պահել են, ամեն ինչը տեղն ա եղել, զենք, մեկ ասմա զենք չեն առել, հայոց բանակը անձեն ա եղել, մեկ էլ հետ են դառնում, ասում են 6 միլիարդի զենք տվել են, թողել են թուրքերին,
տականք այդ որ չեն ունեցել, ոնց են հանցնել։ Դու հատուկ նպատակով Նիկոլ թքեմ վրա տականք։ Դու հատուկ նպատակով եկել էր որ Արցախը հանձնես։ Եկել էր որ Արցախը հանձնես, հայ ժողովրդին թուրքացնես։ Այն 20 հոգին էլ որ գնացել են պիտի ճամփի մնային։ Այն 20 հոգի տականքները գնացել են։ Երբեք պատմությունը նման բան չի տեսել որ հայը գնա Թուրքին։ Այդ կսածներ բառից բունի մաստով, այդ տականքներ։ Ինչ եք այդքան ստորանում։ Ձեր հետ մեզ էլ եք ստորացնում աղբ։ Ինչի պիտի ես հերոսի մար լինելով հանդերձ ամոթից մեռնեմ։ Ես չեմ ուզում ձեզ հետ ստորանամ։ Դուրս եկեք ռադեղեք, կորչեք, կորեք գնացեք։ Հայ ժողովուրդը ամաչված էր, որ ձեր նման ղեկավար ունի։